Նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին և 12-ին իդեալ համակարգը հայտարարում է մեծ ակցիա և գործող զեղչերին գումարում լրացուցիչ 11% զեղչ ամբողջ տեսականու համար։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, իդեպ քիչ առաջ, երբ ու դաշինքի մեր գործընկերները լքում էին դահլիճը և պարոն Ռուբինյանը արձանագրեց, որ հերթական անգամ լքում են դահլիճը, Տիկին Աննա Մկրտչյանը պտտվեց, չգիտեմ, ոմանք լսեցին, թե ոչ, ասաց, այո, մենք ձեզանից զզվում ենք։ Եվ թերևս ըստ Տիկին Մկրտչյանի մետաղյա տրամաբանության, այն, որ մենք բոլորս այստեղ համբերատար լսում ենք իր խորիմաստ ելույթները և ներկա են գտնվում, թերևս իր տրամաբանությամբ մենք իրեն և իրենց սիրում ենք, պետք է հիասթափեցնեմ մեր գործընկերներին, այնուամենայնիվ մենք չենք հանդիսանում ձեր երկրպագուները։ Սա, ու իդեպ, այս կոնտեքստում պարոն Մամիջանյան ասում է նախագահ Սերժ Սարգսյանի պոդկասթին տրված հարցազրույցը, ծավալուն հարցազրույցը, պոդկասթին, այդ 18+ ֆորմատի խուժանական, այդ քֆուրչի, խեղկատակների հաղորդման մասին է խոսքը, ես կարծում եմ այսքանով մենք ձեզանից զզվում ենք և այդ բովանդակությունը ամբողջությամբ արտացոլում է իրենց էությունը։ Եվ անցնելով բուն ելույթիս, հարգելի գործընկերներ, օրերս Հայաստանի նախկին երբևէ չընտրված երկու նախագահները իրար վրա ծավալուն հարցազրույցներ տվեցին, իրենց սեփական պրոպագանդիստներին լսելով միայն իրենց ցանկալի հարցերը, դրանք լի էին արդեն 5 տարի շարունակ կրկնվող ստահոդ մեղադրանքներով ուղղված ժողովրդի կողմից ընտրված իշխանության և այլ մանիպուլյացիաներով, ցավոք ժամանակը չի հերիքի դրանց անդրադառնալ բոլորին և թերևս Սերժ Սարգսյանի մասով իր դպրոցաշինության և կոռուպցիայի համեմատականները ամբողջությամբ ամփոփում են այդ 7 ժամանոց ծավալուն մենախոսությունը։ Ես կանդրադառնամ Ռոբերտ Քոչարյանի ուրեմն հարցազրույցից մի դրվագի, ընդհանրապես մի հատված, 1 ժամ տևացող հարցազրույցից, որտեղ վերջինս ընդամենը մեկ բան է ասում, որ իրականությանը համապատասխանում է, այն է, որ Հայաստանի անվտանգությունը այդ թվում կախված է զարգացած և արդիական բանակով և որ մենք պետք է մեծագույն ռեսուրսներ ուղղենք այս ուղղությամբ և բանակը պետք է հզորացնենք և արդիականացնենք և այստեղ հարց է առաջանում։ Ընդհանրապես երեսպաշտության այս մակարդակը պարզ չի, երբ իր առաստաղին կհասնի, այսինքն սրա մասին խոսում է Ռոբերտ Քոչարյանը, ում պաշտոնավարական տարիներին Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեները 5 անգամ փոխվել են հօգուտ Ադրբեջանի, սիրելի հայրենակիցներ, 5 անգամ։ Եվ այս մարդը լուրջ դեմքով խոսում է զարգացած բանակի և արդիականացված բանակի մասին։ Ցավոք ժամանակը չի հերիքի ևս այլ թեմաների անդրադառնալ, հնարավոր առիթների դեպքում կանդրադառնանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Աղաջյան, դուք ի պատասխան Տիկին Մկրտչյանի խոսքերին ուղղված առ մեզ կամ ինձ, որ ինքը զզվում է մեզնից կամ ինձնից, ասացիք, որ մենք էլ իրենց երկրպագուն չենք, բայց պետք է ասեմ, որ ես Տիկին Մկրտչյանին շատ լավ եմ վերաբերվում, ես համարում եմ, որ ինքը կրթված, բարետես երիտասարդ կին է, որը այլ պայմաններում կարող էր մեծ հաջողությունների անցնել կյանքում և քաղաքականության մեջ, ուղղակի Սերժ Սարգսյանը իրեն չարիքի մեջ է դաստիարակել և ըստ էության խավարի մեջ է պատել իր երիտասարդ հոգին, բայց պետք է իրեն ջերմություն և բարություն տալ և կարեկցանք տալ և ես վստահ եմ, որ ինքը կգտնի լույսի ճանապարհ։